Սիավուշը մեկնում է Թուրան։ Սիավուշը Քաուշշահին արագ գրեց մի նամակ. Աստված մանկուց ինձ սնուցեց մտքի կորով ու ճաշակ, բայց Քաոսի վատ արարքը, պղտոր միտքը խանդաբորբ, ինձ դարձրեց սիրտը խոցված, թշվառական ու միշտ որբ։ Արքայական կանանոցը լի էր դավով ու քենով, ուր որ ձեռքս ես լվացի իմ սեփական արյունով։ Ամենակուլ սուրբ կրակի միջով անցա ես համառ, և անտառում եղնիկն անգամ արցունք թափեց ինձ համար։ Պալատական խաղ ու դավից փախա, եկա կռվի դաշտ, որ Իրանը և Թուրանը խաղաղ լինեն ու միշտ հաշտ։ Իմ վարմունքից խիստ դառնացավ Քաուշշահը կռվասեր, պատերազմի համար նորից նա վերցրեց սուր սուսեր։ Շահի աչքը չի կշտանում իր գեղեցիկ թագուհուց, ուստի առիթ նա որոնեց, որ ազատվի իր որդուց։ Թող հավիտյան հաստատ մնա Քեյան գահը երկնահաս, արքունական պահեստները ոսկուց գինուց անպակաս։ Այնուհետև Բահրամին թե ով Իրանի քաջ զավակ, քո անունը թող աշխարհում լինի երդման օրինակ։ Քեզ եմ հանձնում իմ վրանը ու դրոշը կավեի, և փղերը արքունիքի, որ թշնամուն ավերի։ Թուսը, երբ որ քեզ մոտ կգա, տուր նրան զորք ու պարեն, իսկ դու ամեն պատահարին հրամայիր փող հարեն։ Սիավուշը իր բանակից ջոկեց 100 ձիավոր, արիածին նետահարներ, բարեկամներ մերձավոր, ջոկեց նաև 100 ծառա, ընտիր ձիեր ոսկեսանձ, տարավ նույնպես Աֆրասիաբի նվերները բազմագանձ։ Անմիջապես նա բարձրաձայն իր բանակին ասաց, թե արդ մեկնում եմ թշնամու մոտ, ով իմ քաջեր երկաթե, ինձնից հետո քաջ Բահրամը թող որ կապի պինդ գոտի։ Ու հարգալից զինվորները խոնարհվեցին մինչ գետին։ Արեգակը իր շողերը, երբ որ քաշեց մայրամուտ, երկրի վրա նորից իջավ խորհրդավոր, մուժ ու մութ։ Այդ ժամանակ Սիավուշը գնաց հասավ մինչ Ջիհուն, Տերմենդ Չաջ քաղաքներում խրախճանք էր մի անհուն։ Ծաղկազարդ էր բակ ու փողոց, կային խռիվ բյուր մարդիկ, կարծես ոչ թե տոն էր այնտեղ, այլ արքունի հարսանիք։ Դիմավորման եկան բազում փողահար ու թմբկահար, իսկ Փիրանը իր հետ բերեց ճերմակ փղեր ծանրաքայլ։ Փղի վրա գահ դրեցին, գահի վրա ապարոշ, ապարոշի մեջտեղ նույնպես մահիկաձև մի դրոշ։ Ու բերեցին ազնվացեղ 1000 նժույգ ոսկեթամբ, ասես տիրոջ լայն գոգնոցից սեր էր տեղում խնդությամբ։ Սիավուշը հեռվից լսեց ժիր փղերի զիլբղղոց, արագաճեպ նժույգների սմբակի ձայն խրխնջոց։ Մեծահամբավ ծեր Փիրանը եկավ նոճուն ընդառաջ, նրան գրկեց ու համբուրեց, ասաց. Ով իմ Քեյան քաջ, ես ծնկաչոք աղոթում եմ ամենազոր Աստծուն, որ դու հարգանք, սեր ես ստացում քո հարևան
թուրանցուն։ Աֆրասիաբը երբ կդառնա քեզ հարազատ հայր ծնող, այն ժամանակ դու կստանաս առատ նվեր, կայք ու հող։ Իսկ շահի մոտ կոնծում էին կարմիր գինին մշտահոս, ամենուրեք ցանում էին մուշկ ու քրքում և ամբրոս։ Սիավուշը խոր հուզմունքից թափեց աղի արտասուք, նորից հիշեց հայրենիքը, իր օջախը տրտմաշուկ։ Հիշեց նաև Ռոստամզալին ու քաջերին այլանուն, ինչպես էին մենամարտի ու մրցության փող հարում։ Հիշեց նաև Քաուշահին, սիրտը տխրեց կրկնակի, ու երեսը մի կողմ շրջեց, որ Փիրանը չակնարկի։ Բայց Փիրանը լավ հասկացավ անհուն վիշտ այդ քաջի և հիացած նայեց նրա սեկ ուսերին ու լանջին, ասաց. «Ով իմ բարեծնունդ, դու արքայի քաջորդի, այժմ քո մեջ տեսնում եմ ես Քեյան֊գահի հաջորդին։ Արիածին ծագում ունես, ով Կոբադի վեհ ժառանգ, քեզնից անշուշտ պետք է ծնվի աշխարհատեր մի զավակ։ Քեզ ի վերուստ շնորհված է մի սուր լեզու պերճախոս, գեղեցկատես քո վառ դեմքից մուշկ է բուրում և ամբրոս։ Մայրդ նույնպես Գեսիվազի բուն տոհմից է զտարյուն, չէ որ պայծառ ծագում ունես, անմրցելի դու կորյուն։ Սիավուշը պատասխանեց. «Ով գերազնիվ ծերունի, թուրանական հողում ոչ ոք քեզպես բարի սիրտ չունի։ Դու հեռու ես Ահրիմանի նենգությունից իսկապես, դու չես դրժի քո պայմանը, եթե նույնիսկ կախեն քեզ։ Բարյացկամ քո ցանկությամբ ես կմնամ այս հողում, իմ կատարած քայլի համար միտքս սրտիս չի նեղում։ Եթե այստեղ իմ լինելը անօգուտ է, անիմաստ, ցույց տուր գնամ ուրիշ երկիր, քո պատգամին եմ պատրաստ»։ Իսկ Փիրանը պատասխանեց. «Դու շիտակ ես ու խելոք, ես կաշխատեմ, որ Թուրանում ուրախ ապրես և անհոգ։ Աֆրասիաբը թեկուզ ունի չարի անուն, Վադհամբավ, բայց բարեսիրտ շահնշահ է, քինազուրկ է ու անդավ։ Նա էլ բարի ծնունդ է մի, շնորհ ունի ի վերուստ, նույնպես բարձր մտքի տեր է, ամրաբազուկ ու հարուստ։ Անմիտ մարդու պես չի վազում, հարվածի դեմ շեշտ ուղիղ, ես էլ նրա արյունակից մի ոստիկն եմ, մի շավիղ, թե շահի մոտ, թե Թուրանում, ունեմ հարգանք ու պատիվ, ունեմ 100,000 հեծվոր և հետևակ բազմաթիվ։ Զորքի կեսը իմ տոհմից է, ինձ սիրում են ու պաշտում, անակնկալ հարձակումը խեղդում եմ բուն իսկ դաշտում։ Իմ գանձերը քեզ կընծայեմ, եթե մնաս Թուրանում, տես, ամեն պահ, ամեն մի մարդ քեզ գլուխ է խոնարհում։ Քանի դեռ կամ, քեզ չի հասնի չարի չնչին մի հարված, ամեն բարի քայլից առաջ չարն է իշխում անկասկած։ Սիավուշը շատ հավանեց ծեր Փիրանին խորագետ, համեմատեց նրան խելոք արդարամիտ շահի հետ։ Այսպես նրանք զրուցելով նստան մինչև գանգագերտ, նա հիացած աչք չէր թարթում պերճ դղյակից քարակերտ։
Բերդ քաղաքը կառուցված էր շքեղ ոճով հաստատուն, որ թվում էր մի մեհյան է կամ թե չինած կռատուն։ Աֆրասիաբի և Սիավուշի հանդիպումը։ Սիավուշը տեսավ շահը մոտենում է հետիոտ, ձիուց իջավ ու վազեվազ առաջացավ նրա մոտ։ Աֆրասիաբը նրան գրկեց, ասաց. տեսա վատ երազ, այսուհետև ես չեմ բարի մահակործան պատերազմ, իմ աղբյուրից թող ջուր խմեն էգ առյուծն ու եղջերուն, որ երբևէ էլ չթափենք աղի արցունք ու արյուն։ Թուրանական հողը կրեց մեծ վիշտ, թուրից նախահայր, առաջինը նա է եղել պատերազմի փոխահար, առաջներում չեն հասկացել ինչն է դժոխք ու դրախտ, դու մեզ բերիր խաղաղություն, արքայական փառք ու բախտ։ Իմ թուրանից քեզ եմ տալիս շեն քաղաքներ ու գյուղեր և մարզակից ու բերքատու անծայրածիր լավ հողեր։ Դու երջանիկ կապրես այստեղ իմ բարեգութ ձեռքի տակ, չի պղտորվի անբիծ հոգիդ պայծառ սիրտը քո շիտակ։ Քեզ եմ տալիս արքայական իմ գանձերը լիառատ, միայն քաղցր ժպիտ ցույց տուր քաջ փիրանին ալեզարդ։ Այնուհետև շահը բռնեց քաջի ձեռքը ամրաբուռ և նրա հետ գնաց բազմեց թուրի գահին ոսկեհուռ։ Նա հիացած և ակնდետ նայեց նոճու երեսին, ասաց. ով քաջ, աշխարհն ամբողջ գովք է անում քո մասին, չկա մի մարդ քեզ հետ մրցի իր մեծությամբ լուսավառ, քեյ անգահից դու առավել վեհ ես, վսեմ, մեծափառ, համոզվեցի, որ Քաուսը բնավ այր չէ խոհամիտ, քանզի կրծքի տակ է պահում քենով լեցուն բիրտ մի սիրտ։ Այդ միջոցին Աֆրասիաբի գեղաքանդակ դղյակում կին, տղամարդ, նաժիշտ, ծառա երգում էին, աղմկում։ Սիավուշի համար դրվեց ցլագլուխ մի մեծ գահ, նաժիշտները գահի շուրջը բոլորեցին գլխակախ։ Շահի շքեղ ապարանքում հավաքվեցին խնջույքի, մի օր ևս մարդիկ իրենց նվիրեցին հաճույքի։ Այնուհետև պալատ եկան թուրք քաջերը մեծամեծ, ամենաձայն բամբիռները հեկեկացին ողբածեց։ Բայց Թուրանշահ Աֆրասիաբը մշտարթուն էր ողջ գիշեր, անցած կյանքի դառը փորձը նա չէր կարող չհիշել։ Խելակուրույս գինին թեկուզ բացեց լեզուն երգողի, բայց գինեհար հոգնաթախիծ մարդիկ մտան անկողին։ Սիավուշը հագեցել էր հրահոսան գինուցորդ, նա իրանը մի պահ ջնջեց մտաշխարից իր շփոթ։ Աֆրասիաբը խիստ պատվիրեց քաջ շիդեին, ասելով. Սիավուշին պահպանեցեք նետաղեղով, սուսերով։ Այդպես նրանց գինարբուքը անցավ ևս մի շաբաթ, ամենուրեք մատուցվում էր ոսկի գոհար և արծաթ։ Աֆրասիաբի և Սիավուշի
ճոճկանախաղը։ Մի երեկո Աֆրասիաբը Սիավուշին ասաց, թե ճիշտ են ասել, խիստ ձանձրույթից մարդու սիրտը կպայթե։ Լուսաբացին արի գնանք ձիախաղի ասպարես, այնտեղ ճոկան, գնդակ ունեմ, դու ինձ խփիր, իսկ ես քեզ։ Ասում են, թե ձիախաղում լավ ճոկան ես դու շարժում, բոլորի հետ մրցում ես դու, անուխակալ, անզիչում։ Նոճին ասաց, թող արքայից հեռու լինի ձեռքը չար, իմ ապագա բախտի ճամփին լույս փռեցիր հայրաբար, դու երկնատուր մի հսկա ես ու հոմայի մի թռչուն, ոսոխները սարսափահար նիզակից են քո փախչում։ Ու քաջերը լուսաբացին մեկտեղ ելանասպարես, ասպարեզը օրորվում էր մշտաշարաճ ծովի պես։ Աֆրասիաբը Սիավուշին ասաց, ջոկիր օգնական, որ մրցության հարմար պահին խփեն գնդակ ու ճոկան։ Այնուհետև բազմությունը կբաժանեմ ոնց կուզես, որ մի մասը ինձ ձայնակցի, իսկ մի մասը կանչի քեզ։ Սիավուշը պատասխանեց. քո դեմ կռվել չեմ կարող, թող մի ուրիշ փահլևան գա, ձեռքին ճոկան ոսկե օղ, մրցադաշտում քեզ օգնում են բազմաբազում թուրանցի, անհավասար այս կռվի մեջ ես միայնակ չեմ մրցի։ Աֆրասիաբը շատ հավանեց Սիավուշի միտքը խոր, ուստի դատարկ բան համարեց խրատները իր բոլոր։ Այնուհետև շահը ասաց, ով անըստվեր դու արփի, քո ճոկանով այնպես զարկիր, որ տեսնողը սարսափի։ Ցույց տուր այժմ ասպարեզում քո ուժերը գերազանց, թե թուրանի իմ քաջերին, թե արիացի քո մարդկանց։ Սիավուշը պատասխանեց, շահը մեծ է ու գերող, նրա խոսքից բացի այլ բան այստեղ լինել չի կարող։ Աֆրասիաբը իսկույն կանչեց իր քաջերին, Ջեհանին, Քելբադինին, Գերսիվազին, Փոլադին ու Փիրանին, ապա բերեց քաջ Հումանին և հսկային Նեստիհեմ, որոնք ճապուկ ձիեր հեծած ջրից գնդակ կհանեն։ Ապա նոճուն օգնող եկան Ռուինը և քաջ Շիդեն, առյուծ պատռող գոր Էխվաստը, Անդրիմանը հաղթադեմ։ Սիավուշը շահին ասաց, ես մնացի մենակ, թուրք զինվորը չի արձակի քո դեմ անգամ մի գնդակ։ Եթե շահը ցանկանում է, ես կջոկեմ իրանցի, ասպարեզում գնդակ որսող ինձ օգնական առյուծի։ Աֆրասիաբը շատ հավանեց առաջարկը այդ խելոք, սակայն նոճին որոշել էր, ում տիջոկեր նախորոք։ Ասպարեզից վեր բարձրացավ որոդնդոստ մի աղմուկ, ասպարեզի փոշին պատեց արևելքից արևմուտք։ Թմբուկների և ամբոխի մրցակոչից հաղթաձայն, կարծես մեկ են ասպարեզի հողը ելավ ցիրուցան։ Աֆրասիաբի մրցամասում անկավ հսկա մի գնդակ, կտրիչների աղաղակը վեր բարձրացավ մինչ լուսնյակ։ Աֆրասիաբը իր ճոկանով եկավ զարկեց գնդակին, ու գնդակը վեր բարձրացավ
գնաց կպավ երկնքին։ Գնդակ տվեք Սիավուշին, ասաց շահը մեծասաստ, որ կանգնել էր ասպարեզի ծայրամասում միշտ պատրաստ։ Շահի տված այդ գնդակը Սիավուշը համբուրեց, արքայական փողի ձայնը մրցադաշտին ահ բերեց։ Այնուհետև հեծավ ուրիշ արագավազ երիվար, ասպարեզի մրցամասում կատարելով վեր ու վար։ Ու ճոկանով այնպես զարկեց, որ գնդակը այնուհետ աներևույթ երկինք գնաց և համբուրվեց լուսնի հետ։ Ոչ ոք չկար ասպարեզում Սիավուշին հավասար, իսկ ամբոխը ձայնարկում էր հաղթանակի դու հասար։ Շահը ասաց. ես չեմ տեսել մի այսպիսի ձիավոր, Տերը թող որ մաղթանք տալով քեզ դարձնի բախտավոր։ Ես նախօրոք ասել եմ, որ ով սլացիկ իմ նոճի, քո համբավը մեր երկրում քանի գնա պիտաճի։ Ասպարեզից մի քիչ հեռու բերեցին մի ոսկե գահ, գահի վրա արքայական շուքով բազմեց երկու շահ։ Աֆրասիաբը գոչեց. ով իմ թուրանցիներ մշտարթուն, ասպարեզը մերն է այժմ, մաղթում եմ ձեզ հաղթություն։ Եվ թուրքերը իսկույն ելան, որ հարվածեն անընդմեջ, բայց իրանցոց գնդակն ընկավ թուրքերի հոծ շարքի մեջ։ Սիավուշը այդ խենթ խաղից սաստիկ հուզվեց ու հանկարծ իր քաջերին պահլավերեն խրատական խոսք ասաց. ասպարեզը կռվի տեղ է, թե հաշտության մրցախաղ, մրցախաղի այդ գնդակը ետ վերցրեք անհապաղ։ Աֆրասիաբը հասկանում էր պահլավերեն և ասաց. Սիավուշը նետ ու նիզակ խփել գիտե անկասկած։ Գերսիվազի ճիգ ու ջանքը ևս անցավ անարդյունք, ու ամոթից ասպարեզը աչքին թված գինարբուք։ Սիավուշը առավ նետը, ձեռքը քսեց աղեղին, քաշեց, լարեց ու հիացմունք նա պատճառեց նայողին։ Աֆրասիաբը նրան ասաց. քո պիրկ նետով մահարձակ կարելի է երկինք ճեղքել, հասնել նույնիսկ մինչ լուսնյակ։ Կար ժամանակ, որ մի նշան չէր վրիպում իմ նետից։ Անցավ ջահել ժամանակս, ծերությունը հաղթեց ինձ։ Պատերազմում ոչ ոք ինձպես ուղիղ նշան չէր խփում, բացի հսկա քաջ Ռոստամից, որից դևն էր սարսափում։ Մրցախաղի էլ միտք չուներ Սիավուշը քաջածին, ուստի ազատ նա արձակեց հողմասլաց նժույգ ծին։ Նա ամրակուռ մի նետ խփեց ճիշտ նշանի մեջտեղին և շվարած թուրք քաջերը աղեղները վայր դրին։ Աֆրասիաբը նրան ասաց. գնանք պալատ խնջույքի ու քեզ համար մեզ նվիրենք համանվագ հաճույքի։ Աֆրասիաբի որսը Սիավուշի հետ։
Աֆրասիաբը նոճուն ասաց. Արի գնանք, որ սատեղ, ունեմ ընտիր նետ ու նիզակ և հեռաձիգ պրկաղեղ, այնտեղ մի քիչ ուրախանանք ու քամուն տանք հոգսուցավ, երբ ոտք դրիր դու թուրանում, վիշտս անչափ մեղմացավ։ Սիավուշը պատասխանեց. Համաձայն եմ, այսուհետ շահը երբ որ հրամայի, ես կունենամ լարածնետ։ Աֆրասիաբը իր հետ տարավ և որսկաններ և բազե և հոտառու որսիշներ, որ իրենց հետ վազվզեն։ Սիավուշը դաշտում տեսավ վայրագասուն մի մեծ ցիր, ուստի որսի վրա քշեց իր նժույգը աստղաթիռ։ Հզոր թրի մի հարվածով էշին արավ երկու մաս, որ մի մասը մյուս կեսից ոչ ավել էր, ոչ պակաս։ Շահի բոլոր որսորդները հավաքվեցին խորհրդի, համոզվեցին, որ թուրքերից ոչ ոք նոճուն չի հաղթի։ Որսորդներից մեկը ասաց. արժանի ենք պարսավի, այս ամոթից հետո ինչպես նորից գնանք արշավի։ Իսկ ամրակազմ Սիավուշը հարձակվում էր ու որսում, որսատեղում տարածելով որսի ճիչ ու վայնասուն։ Նորից ելան, արշավեցին, անցան հանդեր ու դաշտեր և իրենց հետ տարան նիզակ, նետ ու աղեղ և աշտե։ Որս անելով նրանք այդպես անցկացրին մեկ տարի, Սիավուշի հանդեպ շահը սիրալիր էր ու բարի։ Փիրանը իր աղջկան Զերիրեին տալիս է Սիավուշին։ Մի երեկո ծեր Փիրանը երկար խորհեց, այնուհետ Սիավուշին իր մոտ կանչեց ու զրուցեց նրա հետ, ասաց. գիտես, որ տարաբախտ մարդու պես ես ապրում դու, կյանքը ինչ է, մի փուչքամի, իսկ աշխարհը մահվան դուռ։ Այստեղ չունես արյունակից և հարազատ բարեկամ, սերը միակ մի միջոց է, որ գտնես նոր ազգական։ Ինչու պիտի դու չունենաս քեզ սրտակից սիրող կին, դու նման ես մարգագետնի եզրին բուսած մեն ծաղկի։ Դու քեզ համար գտիր հարմար մի գեղեցիկ հարսնացու և իրանի հոգս ու ցավը իզուր սիրտդ մի լցրու։ Եվ իմացիր, շահի մահից հետո ինչ է հարկավոր, որ սևահեր գլխիդ դնես, քեյան թագը բախտավոր։ Իմ պալատի կանանոցում կան աղջիկներ հիասքանչ, ամեն մեկը մի արև է կամ մի լուսին գիշերաչ։ Շքեղազարդ իմ դղյակում Գերսիվազը բարեսեր, տարբեր մորից, բայց մեկ հորից ունի 3 աղջիկներ։ Այս բոլորը Ֆերիդունի ազնիվ տոհմից են սերում։ Լիալուսին այդ կույսերից տես, թե ում ես դու սիրում։ Իմ հյուրընկալ տանը նույնպես ունեմ դստրեր գեղանի, գեղեցկուհի իմ Զերիրեն միայն քեզ է արժանի։ Համաձայն ես ամուսնության, տար աղջիկս հարսնացու, ով իմ նոճի, ապա բախտդ հանձնիր հույսին Աստծու։ Գիտեմ, ասաց Սիավուշը,
ունես դստրիկ լուսնալույս, իմ հույսերի ճամփին դու ես առաջնորդ և ուղեցույց։ Ձեր իրեին սիրում եմ ես, գեղեցիկ է, լուսահես, քո աղջիկը անտարակույս սիրտ կունենա և քեզ պես։ Ուրախ եմ, որ քո ցեղից ինձ վիճակվեց մի լույսի բախտ, բայց իմացիր, չեմ տրորի սուրբ պայմանը մեր անխախտ։ Լուսնի պայծառ շողերի տակ ծեր փիրանը ժպտերես, եկավ կնոջ մոտ և ասաց. բարի լուր եմ բերել քեզ, զուր ես նստել մտամոլոր, մի սրտալի խոսք ասա, արարիչը ում է տվել Սիավուշի պես փեսա։ Սիրազեկույց Գյուլշահերը իսկույն գնաց դստեր մոտ, ասես չքնաղ ձեր իրեից տարածվում էր խնկի հոտ։ Մայրը դստեր գլխին դրեց ոսկե պսակ, ծաղկի պես, եկավ քաջն Սիավուշը Փիրանի մոտ հարսնատես։ Նա երբ տեսավ ձեր իրերին, ասես ժպտաց բախտը իր, Քաուշ շահին իսպառ ջնջեց մոլոր մտքից անխտիր։ Ճախարակը ինչքան էլ որ փոխեց ուղին իր բոլոր, նա շահի մոտ պատիվ ուներ և ապրում էր բախտավոր։ Փիրանը Սիավուշին առաջարկում է Աֆրասիաբի դուստր Ֆարանգիսի ձեռքը։ Ձեր Փիրանը Սիավուշին այսպես ասաց մի անգամ. վեհ ու մեծ է Աֆրասիաբի ոսկեգահը երկնագամ, գիշեր ցերեկ չես հեռանում նրա մտքից լուսամիտ, մի ցանկություն ունի շահը, ժպիտ տեսնի միշտ դեմքիդ, ամուր կապով դու հաստատվիր Աֆրասիաբին բարեկամ, այնուհետև դու կստանաս ավելի մեծ աստիճան։ Իմ աղջիկը քո կինն է, բայց ավելի լավ է, որ Աֆրասիաբի հարուստ փեշից գոհար փնտրես նորանոր։ Ողջ Թուրանում դու չես գտնի Ֆարանգիսից գեղեցիկ, և Իրանում դեռ չի ծնվել մի այդպիսի լավ աղջիկ։ Շահին ասա, որ գտել ես հարմարավետ հարսնացու, և Քաբուլում ու Քաշմիրում չկա նման թեկնածու։ Այսուհետև Աֆրասիաբը ամուր հենք է, պնդարմատ, ողջ Թուրանում դու չես գտնի մեծահոգի նման մարդ։ Հրամայիր, որ շուտ գնամ ես Թուրանի շահի մոտ, նրան հաճո խոսքեր ասեմ, քաղցրալեզու, սրտամոտ։ Նոճին ասաց. ծնված օրից մենք անզոր ենք, խարխափող, աստվածային գաղտնիքները ոչ ոք լուծել չի կարող։ Ես ինչ խղճով դավաճանեմ քո աղջկան գեղապերճ, այդ կլինի զուտ կրքի գործ և մեղանչում սիրո մեջ։ Ձեր իրեից բացի գիտցիր, այլ կին առնել չեմ ուզում, ես չեմ ձգտում թագ ու գահի, ինձ իզուր ես համոզում, գուցե նորից այսուհետև չհանդիպեմ Քաոսին, Փաղամարմին քաջ Ռոստամին, Դեստանզալին, Գուդերզին, երբևիցե ինձ չեն տեսնի մեր քաջերը ամրակամ, ոչ քաջ Զանգին,
ոչ Բահրամը և ոչ գիվը հաղթանդամ։ Խորտակվել է ամեն լավ բան իմ վիրալից սրտի մեջ, ես չգիտեմ, թե ինձ համար որն է սկիզբ, որը վերջ։ Իմ ապագան անորոշ է, բայց ապրելու հույսեր կան, համաձայն եմ, առաջարկիր Աֆրասիաբի աղջկան։ Ապա նոճին սրտի խորքից մի աղ քաշեց վշտաբեկ, որ կարծես թե ամբողջ կյանքում չէր հառաչել նա երբեք։ Իսկ Փիրանը նրան ասաց. խելոքությամբ գործ վարիր, մարդու կամքին բախտը միշտ էլ հակառակ է, անհարիր։ Փիրանը բարեխոսում է Աֆրասիաբին։ Քաջ Փիրանը ձիուց իջավ, եկավ, կանգնեց գահի մոտ, շահը բնավ չէր նկատել նրան այդքան մտածկոտ։ Ուստի այսպես հարց ու փորձեց. ինչ կա իմ քաջ նախարար, և ինչ ցավ է սիրտդ մաշում, ինչու ես լուռ ու շվար։ Քո ձեռքի տակ ունես ընտիր զորքեր, մարզեր ու գանձեր, քո խորհրդով արձակեցի ստրուկներին խեղճ ու ծեր։ Ես մեկ ընդմիշտ քամուն տվի կռվի դաշտը քինահույս, ինչ է այժմ ցանկացածդ, խոստովանիր ի սիրույս։ Իսկ Փիրանը պատասխանեց. ով լուսամիտ առաջնորդ, ինձ համար չէ արագ գործը բերել Թուրանշահի մոտ։ Աղքատ մարդ չեմ, որ աղաչեմ մի կտոր հող կամ թե փող, ստորադաս ճոր չեմ նաև մութ խցերում խարխափող։ Սիավուշը երեկ ասաց. ով իմ Փիրան բարեգութ, քո հայրական խորհուրդներով ես շահեցի մեծ օգուտ, բայց ուզում եմ հիմա գնաս Աֆրասիաբին ասես, որ քո փառավոր գահի ներքո ես ապրում եմ բախտավոր։ Աֆրասիաբի կանանոցում կա մի աղջիկ ոսկեգիս, ասում են, որ մայրը նրան անվանում է Ֆարանգիս։ Աֆրասիաբը թող իր ձեռքով բացի դուռը իմ բախտի, որ Իրանը և Թուրանը ոչ մի պայման չխախտի։ Իսկ Թուրանի շահը հույզից թափեց աղի արտասուք, ասաց. սրտիս վրա իջավ կրկին ծանր վիշտ ու սուգ։ Մի ժամանակ մի աստղագետ ինձ այսպիսի խոսք ասաց. Քեյան և քո թուրի ցեղից աշխարհ կգա անկասկած արդարադատ մի թագավոր, և զորավոր իր ձեռքով նա կավերի ողջ Թուրանը, քամուն կտա գահը քո։ Մեծ չարիքներ պիտի տեսնեմ, երբ ծերանամ, ով Փիրան, մահից հետո իմ աճյունը էլ չեն դնի դամբարան։ Ինչու պիտի ես իմ ձեռքով իմ դեմ տնկեմ քենի ծառ, որ իմ ճամփան ծածկեն մահվան տերևները դեղնահար։ Քեյան ցեղի և Թուրանի տարբեր արյան դիպվածով կառաջանա մի անշեջ հուր կամ խորտակիչ մի մեծ ծով։ Թե ապագան ինչ կլինի, ոչ ոք ասել չի կարող, գուցե վաղը նա պահանջի ինձնից աթոռ կամ թե հող։ Սիավուշին կպահպանեմ ինչպես հայրը իր որդուն,
երբ ցանկանա վերադառնալ, ես կուղեկցեմ մինչ Զիհուն։ Ձեր Փիրանը ասաց նրան. ով մեծասաստ շահնշահ, աստղագետի մեկնությունից չես ստանա ոչ մի շահ, Աֆրասիաբի և Կոբադի երկու ցեղից խառնածին, ինչ սերունդ էլ աշխարհ որ գա, էլ նրա հետ չեն մրցի։ Ոչ մի մոբետ չի գուշակի մեր բախտորոշ ապագան, լոկ Աստված է ի ցույց տալիս լուսնի ներքո ամեն բան։ Աֆրասիաբը պատասխանեց. միտքդ սուր է, լուսափայլ, այսուհետև քո խորհրդով ես կընթանամ քայլ առ քայլ։ Քաջ Փիրանը ուրախությամբ ծունր իջավ մինչ գետին, գովեց շահի թագն ու գահը և մարտական կուռ գոտին։ Ֆարանգիսի ամուսնությունը Սիավուշի հետ։ Բոլորաշուրջ արեգակը պտույտ գործեց անխափան։ Մով երկնքի դաշտի միջին փայլեց ինչպես մի վահան։ Քաջ Փիրանը ձեռքին կապեց ամուր գոտի, ռազմավես, ասպանդակեց իր նժույգը ու սլացավ քամու պես։ Գնաց, հասավ Սիավարշան ապարանքը քարակերտ, նոճուն քաղցր խոսքեր ասաց, ողջագուրվեց նրա հետ։ Ապա դարձավ, թե հենց հիմա Ֆարանգիսը լուսնադեմ քեզ մոտ կգա, գնամ նրան բայել խնջույք պատրաստեմ։ Բայց անհարմար իր վիճակից Սիավուշը նրա մոտ խիստ կարմրեց, ու նոր կինը նա համարեց մեծամոտ։ Չէ որ նոճին ամուսինն էր ծեր Փիրանի աղջկա, այդ պատճառով նա գտնում էր նոր կնության հարկ չկա։ Նա Փիրանին ասաց. ոչ մի գաղտնիք չունեմ իմ սրտում, համաձայն եմ առաջարկիդ, Ֆարանգիսին բեր իմ տուն։ Այդ լսելով ծեր Փիրանը ուրախացավ ի սրտե, գնաց, որ իր պահեստներից ոսկի, գոհար, լալ փնտրե։ Տիկնանց տիկին Գյուլշահերը ծեր Փիրանի հետ մեկտեղ բերեց բազում գանձ ու գոհար ու չինական սկուտեղ։ Եվ նվերի համար նրանք հավաքեցին լալ, ագատ, ընդելուզած ոսկե թասեր, մետաքսեղեն և արծաթ։ Ամբողջ ընծան կազմեց ուղիղ 3-10 ուղաբեռ, բացի 3 արքայական պերճ աթոռից ոսկեհեռ։ Ապա բերին 300 աղջիկ ծառա հեզանազ, ամեն մեկը ձեռքին ուներ խրախճանքի ոսկե թաս։ Գյուլշահերը իր դստեր հետ պալատ մտավ ժպտադեմ։ Ֆարանգիսը գահի վրա տարածվել էր հանց եդեմ։ Չորգետինը նա համբուրեց ու շշնջաց քաղցրաձայն, լուսինը և արեգակը իրար հավետ մերձեցան, ուրախության ձեր այսօրը թող որ տևի մինչև մահ, դուք վայելեք մշտահավերժ արքայական թագ ու գահ։ Այնուհետև պալատ մտան երկու հսկա, երկու քաջ,
Աֆրասիաբը և Փիրանը երկու ձեռքեր, ձախ ու աջ։ Սուրբ օրենքով հաստատեցին միացում այդ վսեմ, ու նախանձից լուսինն անգամ դարձավ չնչին ու նսեմ։ Գյուլշահերը այսպես խոսեց. Աստված բերք տա մեր հողին, որ այս գիշեր ալ կակաչով դուք զարդարեք անկողին։ Այսպես 7 օր ու 7 գիշեր հողը թնդաց սաստկալից և թռչունը փախավ բնից և գազանը իր որջից։ Երգասրահ կարծես լիներ լայն աշխարհը բովանդակ, ոչ մրջյունը բնում քնեց և ոչ փիղը ծառի տակ։ Աֆրասիաբը իր երկրի մի մասը տալիս է Սիավուշին։ Այդ երջանիկ միացումից հետո անցավ մի շաբաթ։ Շահը բերեց ու բաժանեց ոսկի, գոհար և արծաթ։ Աթորանիստ իր քաղաքից հաշվեց մինչև Չինաց ծով ու պարգևեց Սիավուշին քեյանների օրենքով։ Այնուհետև նա բաց արեց փակ դռները իր բանտի, ասաց. «Թող որ ամեն ստրուկ գտնի ճամփան իր բախտի»։ Իսկ 8-րդ օրը նոճին ծեր Փիրանի հետ մեկտեղ թուրանական գահը տեսավ փիրուզակուռ ու շքեղ։ Նրանք շահին շնորհ բերին, որ լուսնի պես շողշողա, որ աշխարհը Աֆրասիաբին և ճորտ լինի և ծառա։ Բոլոր շուրջ ճախարակը պատույտ գործեց մեկ տարի, թե Իրանը, թե Թուրանը խաղաղ էին ու բարի։ Աֆրասիաբը Սիավուշի հետ ուղարկեց մի բանբեր, ասաց. «Գնա, հղիր նրան բյուր ողջույններ անհամբեր, և բացի այդ նրան ասա, արդյոք սիրտդ չի նեղվում, կամ նոր տեղ ես դու որոնում մեծատարած իմ հողում։ Թուրանից դու գնա շրջիր մինչև հեռու Չինաստան, եթե գտնես քեզ հարմար տեղ, այնտեղ գտիր ապաստան»։ Արքայական մեծ թմբուկը ազդարարեց նոր շքերթ, այդ շքերթի հետ ընթացավ պարսից զորքը մշտաերթ։ Սիավուշը իր հետ տարավ և հարեմը բազմակին, Ֆարանգիսի համար բերին մի պատգարակ թանկագին։ Քաջ Փիրանը նույնպես թամբեց մի ճեպընթաց երիվար, հիփթաղների ճամփաներով պտտվեցին վեր ու վար։ Այսպես ուղիղ 30 օր անքուն գիշեր ու ցերեկ բազում ճամփա կտրեց անցավ քարավանը հոգնաբեկ։ Բայց ի վերջո նրանք հասան նորակառույց բերդը այն, փողոցներում կային մարդիկ, խառնիխուռում, բազմաձայն։ Այդ երկիրը հեքիաթային մի դրախտ էր լուսնի տակ, որսի համար այնտեղ կային ցիր ու գազան, բազում հավք։ Օդը մեղմ էր, առողջարար, հողը զմրուխտ մի դիպակ, կային անթիվ սառն աղբյուրներ, հազար առու ու գետակ։ Մարդիկ այդտեղ բուժում էին մահակործան ախտ ու վերք։ Տարվա բոլոր ամիսներին կար դաշտերում
առատ բերք։ Նոճին ասաց. ամենուրեք կտարածեմ ճոխ այգի, մինչ աստղերը կխոյանա գմբեթը իմ դղյակի։ Ապա դարձավ ու մուբետին ասաց. խոսիր իմաստուն, ինչպես պիտի ապրեմ այստեղ, իսկությունը պատմիր դու։ Իսկ մուբետը պատասխանեց. ինչ որ ցանես ու հնձես, ով տարաբախտ, վերջի վերջո դատարկ ձեռքով պիտ նստես։ Սիավուշը կառուցում է կանգդեժ բերդը։ Այժմ բացեմ ես ձեր առաջ հին պատմության դուռը փակ, ականջ դրեք զրույցներին ու խոսքերին իմ շիտակ։ Պատմեմ կանգդեժ բերդի մասին այս զրույցը սրտառուչ, թե ոնց փոխվեց մի պարտեզի անապատը մերկ ու փուչ։ Մի համարիր, թե դու երկար պիտի ապրես այս կյանքում, ժամանակը ամենվա բան խեղդեց դաժան հորձանքում։ Ասա, ուր են մեծ գահերը ու թագերը ոսկեզոծ, փաղամարմին մեր քաջերը ու շահերը մեծագործ, ուր գնացին մեծահանճար գիտունները ծանրախոհ, երգիչները ողբահառաջ, պատմիչները մեր դժգոհ։ Եվ ինչ եղան հեզաճկուն չքնաղ կանայք ոսկեծամ, ավախ կորան, փշուր եղան բամբիռները ողբաձայն։ Ասա, ուր է այն հերոսը, որ որսում էր ընձառյուծ, գիտես, որ հող, մոխիր եղան այդ բոլորը շատ վաղուց։ Դու երանի տուր այն մարդուն, որ բարության սերմ ցանեց, գերեզմանում հավասար են թե ճորտ և թե մեծամեծ։ Շատ գաղտնիքներ կան աշխարհում, իմաստություն, ծայրեծայր, բայց ափսոս, որ մարդու կյանքը անիմաստ է և ունայն։ Եվ քանի որ այս աշխարհը մի շիրիմ է ավերակ, էլ ինչու ես գլխիդ դնում շահնշահի ոսկե թակ։ Այժմ լսիր ավանդական մի պատմություն հինավուրց, կանգդեժ բերդի մասին պատմեմ եղելություն ու զրույց։ Մի ամսօրյա ճանապարհ է Չինած ծովից մինչ այս կողմ, ծովից դեպի Բերդն է փչում մշտաշառաչ դաժան հող, բայց քարակոպ կանգդեժ բերդը անառիկ է, լեռնալիստ, պարփակվում են ամեն կողմից քար ու ժայռեր ծանրախիստ։ 100 ֆարսախ պտույտ ունի այդ ամրոցը քարակուռ, ունի նաև ամրակառույց հսկա դարպաս ծանրադուռ։ Ժայռի ներսում, քաղաքի մեջ կան պուրակներ ու փողոց, բազմաբազում ապարանքներ, այգի, պարտեզ ու ծաղկոց։ Իսկ քաղաքի փողոցներով առուներ են հոսում պարզ, հովիտներում եղնիկներ կան, իսկ դաշտերում մեղվապարզ։ Բարեխառն է օդը այնքան, վարդանոց է ամեն տեղ, գերառողջ են բոլոր մարդիկ, ոչ բժիշկ կա և ոչ դեղ։ Կանգդեժ բերդը անձեռակերտ մի մեհյան է, մի ամրոց,
այնտեղ ապրող մարդը բնավ չունի ցավեր դառնախոց։ Սիավուշը այնտեղ ցանեց վարդ, մանիշակ ու կակաչ, եւ ամայի անապատը դարձավ հովիտ մի կանաչ։ Սիավուշկերտ անվանեցին, բերդաքաղաքն այդ արձակ, քանզի երգի մեր հերոսը չէր խնայել միտք ու ջանք։ Սիավուշը եւ Փիրանը զրուցում են ապագայի մասին։ Անապատում Սիավուշը կառուցեց մեծ մի ամրոց, սակայն հիշեց նա Իրանը ու արտասվեց դառնակոց։ Վիսի որդի քաջ Փիրանը իսկույն գնաց նոճու մոտ, բարեխորուրդ ծնողի պես խոսքեր ասաց սրտամոտ։ Սիավուշը պատասխանեց. «Ով իմ բարի բարեկամ, մինչ իմ մահվան վերջին օրը պիտի ողբամ քանի կամ։ Ինչի համար ես կերտեցի պերճ դղյակներ ու մեհյան, երբ իմ մահից հետո պիտի Աֆրասիաբը տիրի այն։ Ինձ դավադիր և հետախույզ մարդը չար է, մշտարթուն, անտարակույս ինձ կսպանի և չի ների իմ որդուն։ Բայց իմ մահը կալեկոցի ժողովրդին իմ ամբողջ, և Թուրանում նորից պիտի հնչի կռվի մարտակոչ։ Վրիժառու Քաուշահի զորքը կգա օր ու գիշեր, կշողշողան իրանական կարմիր դեղին դրոշներ։ Նրանք այստեղ և կավերեն, և կտանեն կողոպուտ, աղբյուրները կչորանան ու կդառնան սև տղմուտ։ Աֆրասիաբը իր արածի համար պիտի փոշմանի, իբրև շահի ոչ մի զինվոր նրան բիհից չի հանի։ Ողջ Թուրանը իմ վրեժի համար կանեն լոկ մոխիր, բոլորաշուրջ ճախարակը իր ընթացքը չի փոխի։ Բայց ազդեցիկ այդ խոսքերից ծեր Փիրանը իր մտքում ուղենշեց, որ սեկ նոճին ճիշտ բաներ է գուշակում։ Ուստի մենակ այսպես խորհեց. այո, ճիշտ ես գուշակում, ինձ լսելով հաստատվեցիր Աֆրասիաբի դղյակում։ Թուրան շահը բազում անգամ ինձ հայտնել է միտքը այս, արդի լավը հետագայում թե վտանգ է, թե վնաս։ Աֆրասիաբը Փիրանին ուղարկում է հարկահանման։ Գինարբուքից 8 օր հետո շահը հղեց մի նամակ, թե Փիրանին ես կարգում եմ իմ աշխարհի հարկահավաք։ Արագաճեպ քաջ Փիրանը թող սլանա ինչպես հողմ, թող արշավի հնդկաց երկիր, չինած ծովից էլ այն կողմ։ Թող Խազարի երկիր գնա, իսկ այնտեղից մինչև Սինդ, հարկ հավաքի ամեն տեղից, ամեն բերդից ամրապինդ։ Թուրանական հողում լսվեց զորակոչի մեծ աղմուկ, նորից հնչեց զինվորական գալարափող ու թմբուկ։ Հավաքվեցին բազում քաջեր ուժով, թվով գերազանց, նժույգների սմբակի տակ, ողջ Թուրանը հեծեծած։ Սիավուշ կերտի կառուցումը։ Արագավազ ուխտի վրա մի մարդ եկավ,
մի բան բեր։ Աֆրասիաբից խորախորուրդ նամակ բերեց անհամբեր։ Նա նամակում այսպես գրեց. «Ով Սիավուշ քաջորդի, դու հեռացար, բայց կարոտից մորմոքում է իմ հոգին։ Քեզ արժանի տեղ որոնիր մեծատարած թուրանում, շրջիր ամեն մի երկնամաս, տես, որտեղ ես հավանում։ Երբ հավանես, այնտեղ հիմնիր շքեղազարդ մի դղյակ, որ դղյակիդ սուր գմբեթը միշտ շողշողա լուսնի տակ»։ Այնուհետև Սիավուշը հրամայեց, որ արագ անապատից բերեն ուղտեր ու նժույգներ ոսկեսարք։ Ապա բեռնեց արքայական հանդերձանքներ, կահ ու կայք, իր հետ տարավ մատրվակներ, ծառա, աղջիկ ու կանայք։ Ամեն մեկը իր հետ ուներ ապարանջան ու վզնոց և կանացի ոսկեերիս, մետաքսեղեն ու ծածկոց։ Կարմրամազ 30 ուղտ բեռնեց ընտիր ամբրոսով, եգիպտական նուրբ դիպակով ու չինական մետաքսով։ Երևիլի Սիավուշի զորագունդը դիմացկուն գնաց, հասավ մշտագարուն հեքիաթային մի անկյուն։ Այնտեղ շինեց 2 ֆարսախ երկարությամբ մի քաղաք և քաղաքի մեջ կառուցեց գեղակառույց մի դղյակ։ Այդ հոյաշեն ապարանքը ուներ պարտեզ ու այգի, ուր որ մարդիկ գալիս էին գինեկործան խնջույքի։ Այդ դղյակը ուներ հարմար ճեմասրահ ու դահլիճ, իսկ դահլիճում կային բազում նետաղեղներ լայնալիճ։ Եվ նկարներ կային գունեղ Սիավուշի սրահում, Քաուշահը և Ռոստամը վերդ վահանում զրահում։ Պատի վրա քանդակած էր Աֆրասիաբը իր զորքով, Գերսիվազը և Փիրանը նախարարի վեհ տեսքով։ Սիավուշկերտ անվանեցին գեղակառույց բերդը այդ, մինչև այժմ նրա տեղը չի իմանում ոչ մի մարդ։ Փիրանի վերադարձը։ Ձեր Փիրանը վերադարձին եկավ միջև Գանգակերտ, տեսավ այնտեղ Սիավուշկերտ մի նոր քաղաք, մի նոր բերդ։ Իր բանակից ջոկեց, տարավ թուրք կտրիչներ անվանի, որ նրանց հետ նոր քաղաքում ուրախության տոն անի։ Սուրհանդակը Սիավուշին լուր հաղորդեց այն մասին, թե Փիրանը մոտենում է Բերդ քաղաքի դարպասին։ Ձեր Փիրանը տեսավ նոճուն, իսկույն իջավ իր ձիուց, ապա գրկեց ու համբուրեց ջերմ կարոտից ու սիրուց։ Բայց զարմացավ, որ ավերակ ու անապատ վայրը այդ, որտեղ անգամ ոտ չէր դրել թե բորենի և թե մարդ, այժմ չքնաղ մի պարտեզ է, ունի գյուղեր ու քաղաք, ամեն մի տուն շողշողում է հանց հրավառ մի ճրագ։ Ասաց. թող որ քեյանների տոհմը մնա ամրահիմք, որ քո փառքը վեր բարձրանա հողաշխարհից մինչ երկինք։ Սիավուշկերտ քո քաղաքը միշտ կմնա անսասան, քեզ կգովի ամեն երգիչ, ամեն կտրիչ ու գուսան։ Ապա դիմեց Ֆարանգիսի ապարանքը քարակուռ, տեսավ նրա արքայաշուք թագն ու գահը,
ոսկեհուռ։ Իսկ զերիրեն արագավազ գնաց ընկավ գիրկը հոր, բաժանոմի մեծ կարոտը արցունք կամեց մեղրածոր։ Սիավուշը բերեց ընտիր թե մատրվակ թե նաժիշտ, իսկ խնջույքի համար նաև գինի, երգիչ, երաժիշտ։ Արքայական խրախճանքը տևեց 7 օր, 7 գիշեր, ավանդական ոչ մի մոբեդ այդպիսի օր չի հիշել։ Ձեր փիրանը հիփթաղների հողով թուրան շտապեց, ինչպես նավը բերվար կանի ծովի վրա հողմացեց։ Ներկայացավ Աֆրասիաբին իր հարկերով, տուրքերով ու պարծեցավ ավարառու կռվազան թուրքերով։ Նրան պատմեց, քանի կռիվ մղեց Սարեսար, Չինաստանը, Հինդուստանը հողին արեց հավասար։ Ապա պատմեց, թե Սեգնոջին ինչպես կերտեց մի մեհյան։ Կանգ դեժ բերդից մինչ ամրոցը 2 ֆարսախ է միայն։ Ասաց, մարդիկ Սիավուշին և սիրում են, և պաշտում։ Սիավուշկերտ քաղաքի պես քաղաք չկա Բեհեշտում։ Աստված իրոք Սիավուշին պարգևել է ուժ ու խելք, անապատը նա դարձրեց ծաղկատարած արևելք։ Տեսա նաև Ֆարանգիսի ապարանքը նրբակերտ, նա կարող է գեղեցկությամբ մրցել շահի գահի հետ։ Հեռվից փայլող գանգի պես են դղյակներ այդ շքեղ, և այդպիսի հոյակառույց շեն չես գտնի ոչ մի տեղ։ Եթե շահը նոր հոգս չունի կամ սրտամաշ մի այլ ցավ, հաստատապես թող իմանա, որ իր փառքը մեծացավ։ Սիավուշը թուրանական հողում ցանեց նորարմատ, էլ չեն կռվի Իրան-Թուրան բանակները քինախանդ։ Աֆրասիաբը Գերսիվազին ուղարկում է Սիավուշի մոտ։ Աֆրասիաբը Գերսիվազին ասաց. «Մեկնի շուտապույտ Սիավուշկերտ քաղաքը, տես ինչ ելք ունի և ինչ մուտք։ Սիավուշի պայծառ հոգուն հարազատ է հողը մեր, նա Իրանի գահի համար թերհավատ է, անտարբեր։ Քեյքաուսի գահի նման նա գահ ունի մեր հողում, մոռացել է Ռոստամ-Զալին, որից աշխարհն է դողում։ Նա ամայի անապատում շինեց շքեղ մի քաղաք, Ֆարանգիսի, Զերիրեի համար դղյակ բազմահարկ։ Երբ կտեսնես նրան բազմած փղոսկրյա իր գահին, գինու թասով գովիր ջահել գեղեցկատես այդ շահին։ Իբրև ընցա տուր մատանի, ոսկեգոտի, հանթերցանք, տար ծանրագին գոհարեղեն և չինական կահ ու կայք։ Եթե հյուրը իրեն ցույց տա նվիրական, բարեգութ, ոչ թե 3 օր կպահեն, այլ 5 օրից մինչև 8։ Գերսիվազը երամակից ջոկեց 100 ընտիր ձի, որ մրցության ասպարեզում ոչ ոք իրենց չմրցի։ Սուրհանդակը լուրը տարավ Սիավուշին օր առաջ, իսկ նա արյաց իր քաջերով գնաց նրան ընդառաջ։ Գերսիվազը շահի կողմից նոճուն հղեց ջերմ ողջույն, ճոխ նվերներ հանձնեց նրան բազմատեսակ, բազմագույն։ Սիավուշի որդի
Ֆուրունդի ծնունդը։ Սիավուշի մոտ սլացավ մի լրաբեր ձիավոր, ասաց. «Աչքդ քո լույս լինի, ով անվանի փառավոր, քո զերիրեն աշխարհ բերեց գեղեցկատես մի մանուկ, ու Փիրանի աչքից կաթեց ուրախության արտասուք։ Քո զավակին անվանեցին Ֆուրուդ որդի Սիավուշ, թող անսասան մնա հավերժ նրա տոհմը Քեյանուշ։ Ձեր Փիրանը ուղարկել է քեզ սրտաբուխ մի նամակ, ասաց, թեկուզ ծեր եմ, սակայն Աստված տվեց ջահել կյանք։ Սիավուշը Սուրհանդակին ուրախության խոսք ասաց. Թող զավակս փառքով բազմի Քեյանգահին երկնաբարձ։ Քինախնդիր Գերսիվազին նույնպես լուր այդ հասավ, ու բարբարեց, թե Փիրանը շահ է, շահի հավասար։ Աչքալուսի լուրը տարան Ֆարանգիսին սիրասուն, Սիավուշին ջերմ մաղթանքի քաղցր խոսքեր էր ասում։ Բայց նախանձոտ Գերսիվազը այսպես խոսեց մեկուսի. կգա մի օր, մենք կտեսնենք թոռան թոռը Քաուսի։ Իսկ մի օր էլ Սիավուշը կասի. ով եք, ինչ եք դուք, ես Թուրանումաթոռ ունեմ գյուղ ու քաղաք բազմաշուկ։ Նա ներքնապես սրտի խորքում գալարվում էր ու նեղվում, իսկ արտաքուստ մարդկանց աչքին գունատվում էր ու դեղնում։ Սիավուշի ճոկանախաղը Գերսիվազի հետ։ Սիավուշը ասպանդակեց իր նժույգը երկնաթիռ, ասես ոչ թե խաղի մեջ էր, այլ որսում էր վայրիցիր։ Շահի եղբայր Գերսիվազը նույնպես ելավ ասպարեզ, Սիավուշին գնդակ նետեց ու մռնչաց վագրի պես։ Բայց ճոկանով Սիավուշը այնպես զարկեց գնդակին, որ գնդակը վեր սլացավ, կպավ ուղիղ երկնքին։ Ասպարեզը ալեկոծվեց հոծ ամբոխի աղմկում, կարծես թուրքի հոգին մնաց անձեռնահաս երկնքում։ Այդպես արյաց թագազարմը թուրքից տարավ մի գնդակ, այս անգամ էլ բախտը ժպտաց արևի և լուսնի տակ։ Ու հակառակ բանակները իսկույն ելան մրցադաշտ, ասես ոչ թե ասպարեզ էր, այլ պատերազմ մի անհաշտ։ Գերսիվազը այսպես խոսեց. ով անվանի փահլևան, ցույց տուր ոնց ես դու նիզակում և ոնց ճոճում Բերդ Վահան։ Սիավուշը շատ հավանեց Գերսիվազի միտքը այդ և արձակեց սրաթռիչ իր նժույգը ամրապայտ։ Նա հոր նվեր իր նիզակը ամուր մեծ կուռ ձեռքում ու թվում էր, որ հիմա պիտի մեխի երկնքում։ Քաուշահը այդ նիզակով միշտ որսում էր ընձառյուծ, այժմ նոճին այնպես նետեց, կարծես հարբել էր գինուց։ Ապա թողեց սանձափոկը իր սևաթույր նժույգի ու նիզակով ծակեց բոլոր զրահները գոր թուրքի։ Այնուհետև Սիավուշը ասաց. այժմ ով թուրքեր,
ձեռքս կառնեմ մի լայնանալիչ նետ ու աղեղ մահաբեր։ Ապա ամբողջ ուժը լարեց հանց ավերիչ հզոր փիղ ու խաթանգեր նետը խրեց լուսնի կրծքում շեշտ ուղիղ։ Գերսիվազը նրան ասաց. «Ով անբանի Սիավուշ, հիմա հաստատ գիտեմ, որ դու ունես 1000 փղի ուժ։ Եկ միասին մրցենք հիմա ասպարեզում այս արձակ, մրցախաղում քեզնից բացի մի մարդ չկա համարձակ։ Արագաճեպ իմ ձիու պես ձի չես գտնի Թուրանում։ Ում մեջքին որ ձեռք եմ տալիս նվաղում է, թուլանում։ Ողջ Թուրանում չկա քեզ պես գեղեցկատես մի խիզախ, վտանգներից չես խուսափում, ոչ մահ գիտես և ոչ վախ։ Եթե ես քո գոտուց բռնեմ, պոկեմ թամբից նժույգի, ապա հաշվիր, որ քեզանից գերազանց եմ կրկնակի։ Իսկ եթե ինձ նետես գետին, ինչպես անպետք մի վահան, այսուհետև չեն անվանի ինձ Թուրանի փահլևան»։ Սիավուշը այսպես խոսեց. «Դու ուժեղ ես հանց առյուծ, ունես ընտիր թե ոսկեթամբ, թե երևար, թե պահուրձ։ Ազեր գեշաս փրեշտակ է քո գլխարկը ինձ համար, բայց իմացիր, ասպարեզում մրցակից չեմ քեզ համար։ Աֆրասիաբի եղբայրն ես դու, քեզ հետ կռվել չեմ կարող, քո հարվածով աշխարհն ամբողջ կդարձնես փոշի, հող։ Թող որ իմ դեմ ձեր քաջերը ոչ գնդակ տան, ոչ ջոկան, ով որ ընկավ իմ ձեռքի մեջ, փոշի կանեմ իսկական»։ Գերսիվազը դարձյալ դիմեց իր թուրքերին բազմամբող. «Միթե թուրքը արյաց քաջին իրոք հաղթել չի կարող»։ Գորույ զարեհ քաջը կանչեց. «Այժմ ես եմ քաջունի»։ Գերսիվազը հաստատեց, թե իր նմանը դեռ չունի։ Նոճին դեմքը խիստ խոժոռեց նրա խոսքից մահասաստ, ասաց. «Երկու հոգի կանչիր, մեկը քիչ է անկասկած»։ Գուրույ քաջից բացի եկավ դեմուր հսկան մեծանուն, նրա ահից մարդ ու գազան սարսափում են Թուրանում։ Դեմուր քաջը և գուրույը իջան մրցման ասպարեզ։ Նախահարձակ Սիավուշը վազեց պատռող վագրի պես։ Նա ամրակուր ձեռքը մեկնեց, պոկեց ձիուց գուրույին ու շպրտեց գետնի վրա, անցավ կրկին գրոհի։ Եվ դեմուրին իր գուրզի հետ այնպես պոկեց պինդ թամբից, որ դիբահար թուրք քաջերը արձանացան սարսափից։ Գերսիվազը նսեմացավ արյաց հսկա քաջի մոտ, նա իր կյանքում ոչ մի անգամ չէր զգացել մեծամոտ, ուստի ելավ իր աթոռից սիրտը տխուր ու շվար, մտքում ասաց. «Միթե թուրքը այդքան թույլ է ու թշվառ»։ Աֆրասիաբը Սիավուշին բերեց որպես մեծ աղետ։ Ամոթապարտ կնոջ շոր է պետք բոլորիս այսուհետ։ Գերսիվազի դավադրությունը Սիավուշի դեմ։ Գերսիվազը եկավ, հասավ մայր քաղաքը Թուրանի։ Սրտում պահած գաղտնիքները պատմեց շահին մի առ մի։
այնուհետև Աֆրասիաբին հանձնեց ծածուկ մի նամակ ու դրանով պատճառելով ուրախություն ու զարմանք։ Օտար մարդիկ ազատեցին ապարանքը պերճաշուկ, Աֆրասիաբը Գերսիվազի աչքում տեսավ արտասուք։ Գերսիվազը նրան ասաց. «Մի հավատա նամակին, ոչ էլ նրա հավատապաշտ Մեհյանասուրբ կրակին, գաղտնի կապեր ունի հոր հետ, այստեղ եկավ, որ խաբեր, չինած, հունած սուրհանդակին սպասում է անհամբեր, Քեյ Քաուսի կենաց թասն է միշտ դատարկում խնջույքում, իսկ մենք նրան պահպանում ենք գորովագութ մեր գրկում։ Հետագայում նա կդառնա կործանարար մի ոսող, չէ որ այստեղ բանակ ունի, գյուղու քաղաք բազմամբող։ Մեր նախահարց թուրը գիտեր, ինչ տիլինի բախտը մեր, այդ պատճառով իրեջ քաջին հարկ համարեց գլխատել։ Եթե երկու տարբեր տարեր, մեկը կրակ, մեկը ջուր, իրար կցես, չի գոյանա ոչ պրկաղեղ և ոչ թուր։ Այս ամենը չէի կարող գաղտնի պահել, ով հանճար, չէ որ դու ինձ կանվանեիր արքայադավ մի եղբայր։ Շահը հույզից դողդողում էր տերևահար ծառի պես, ասաց. Աստված, ով իմ եղբայր, թող ապավեն լինի քեզ։ Մեզ միասին խորհել է պետք համբերատար, օր գիշեր, որ ավելի չխճճվի այս կծիկը գաղտնաթել։ Այդ ասելով Աֆրասիաբը ցանկանում էր ի սրտե ամենակուլ թեժ կրակին պաղ ջուր ցանել իբրև թե։ Չորրորդ օրը Գերսիվազը եկավ եղբոր շահի մոտ, ոչ մարդկային գութ նա ուներ, ոչ պատկառանք, ոչ ամոթ։ Շահը նրան ասաց. Ով իմ փաշանակի հիշատակ, քեզնից բացի էլ ինչ ունեմ իմ հարազատ հարկի տակ։ Սիավուշի մասին խոսիր, ինչ գաղտնիք ես լսել դու, ոչ ցերեկը դադար ունեմ, ոչ գիշերը հանգիստ քուն։ Ես նրանից երկյուղ չունեմ, ուստի պատժել չեմ կարող։ Ինչ պատճառ կա, որ նրա դեմ վարեմ արյանքեն ու ոխ։ Նրան տվի գանձ ու երկիր և աղջիկս նրբիրան։ Ասա տեսնեմ, ինչ գաղտնիք կա, որ ձգտում է դեպ իրան։ Այսքան բանից հետո ինչպես ձեռք երկարեմ աղեղի, չէ որ մարդիկ կմբամբասեն, ինձ կանիծեն անտեղի։ Ով առյուծի ժանիք ունի, չի վախենա թշնամուց, կյանքի բոլոր դառնությունը ճաշակել եմ դեռ մանկուց։ Սիավուշը չարամիտ չէ, նա բարի է և անմեղ, եթե նրան վատ բան անեմ, ինձ կանիծեն ամենտեղ։ Թե իսկապես նա ձգտում է շահի, գահի ու թագի, թող հեռանա իմ թուրանից, ոչ ոք նրան չի պահի։ Գերսիվազը պատասխանեց. Ով շահնշահ երկնաթակ, ծանր գործը մի համարիր այդքան չնչին ու դատարկ։ Սիավուշի հեռանալը օգուտ չի տա քեզ երբեք։ Նա լավ գիտե, թե թուրանը ինչ հող ունի և ինչ բերք։ Եթե օտար մարդուն պահես քո օջախում մշտահյուր, նա կիմանա քո աշխարհում ինչն է ուժեղ, ինչը թույլ։
Արթուն եղիր Սիավուշի որոգայթից չարաչար, մի որոնիր նրա համար արդարացման այլ պատճառ։ Մի ժամանակ ես այդ մասին լսել եմ հին մի առած. քարյուծին սնուցողը ճանք կտեսնի անկասկած։ Հավանում եմ քո խոսքերը, ով իմ եղբայր Գերսիվազ, ասաց շահը և զայրույթից ալեկոծվեց հանց Հովազ։ Երբ հաստատվի, որ նա իմ դեմ վրեժ ունի ուխտադիր, փոշի կանեմ նրա գահը և ամրոցը անխտիր։ Գերսիվազը նորից պնդեց. ճշմարտախոս թագավոր, ինչու պիտի որոնես, թե ով է անմեղ, մեղավոր, Սիավուշը չի գա քեզ մոտ առանց նետի ու գուրզի, միշտ արևին ձգտող մարդը լուսին դառնալ չի ուզի։ Ով է տեսել, որ կրակը ներքև լինի, ջուրը վեր, էդ կորյունին դու շաքար տուր, նա ցույց կտա սուր ճանկեր։ Աֆրասիաբը նորից խոսեց. ով Գերսիվազ քաջորդի, անժամանակ զուր ես կապում մեջքիդ ռազմի պինդ գոտի։ Ասում են, թե թեթև մարդը նախարար չի լինի մեծ, թեկուզ պարթև իր հասակով նոճուց լինի բարձրաբերձ։